Ողջույն սիրելիներ, այսօր ոդքասթի շրջանակներում խոսելու ենք յոգայի մասին։ Կարծում եմ մի թեմա, որը շատ հետաքրքրում է քրիստոնյաներից։ Ողջույն Արթուր։ Ողջույն Կարեն ջան։ Շատ կարևոր մի հարց եմ ուզում տալ, որ կարծում եմ հետաքրքրում է բոլոր քրիստոնյաներից։ Արդյոք յոգան ու քրիստոնեությունը համատեղելի է։ Քրիստոնեությունը եւ յոգան ոչ մի կերպ չեն կարող իրար հետ համակերպվել։ Դրանք տարբեր եւ առանձին իրարից բաներ են։ Իհարկե, շատ շատերը փորձեն դրանք զուգահեռներ տանել կամ որովհետեւ այսօր շատ է խոսվում յոգայի մասին, ասենց ասեմ, փառաբանվում է յոգան, մեծարվում է եւ այլն, բայց միևնույնն է յոգան ունի իր մեջ իր լուրջ վտանգները եւ դրա մասին այսօր արժի որ մենք իրոք անդրադառնանք։ Այսինքն, որպես քրիստոնյա կամ որպես Աստվածաշունչ ընթերցող հայ քրիստոնյա, խոսենք մեր հայերի մասին եւ ոչ միայն։ Քանի որ մենք ծագումնաբանությունը գիտենք հնդուիզմից եկած։ Արդյոք կարելի է դիտարկել յոգան որպես ուղղակի մարմնամարզություն, այսինքն առավոտյան երեկոյան զբաղվել դրանով։ Ինչ վտանգ կա դրա մեջ։ Եթե մենք նայենք յոգան որպես մարմնամարզություն, եթե ինքը մնար միայն այդ ոլորտում, այսինքն մնար որպես սպորտ ասենք կամ լիցքաթափվելու ինչ որ կերպ, բայց մենք վստահ տեսնում ենք, որ ինքը նախնական դա իր փուլն է կամ իր գրավիչ կողմն է։ Հիմնականում տեսնում ենք ինքը շարունակություն ունի եւ ինքը ավելի խորքային նպատակներ ունի եւ ինքը վերջնական արդյունքում վերածում է ավելի հոգեվոր արարողության եւ դա հենց այն բուն խնդիրն է ու խնդիրն է, որի մասին մենք այս պահին միասին քննարկենք, խոսանք։ Որքանով որ ես եմ տեղեկացված, յոգայի շարժումները, մարմնի դիրքերը, իրանք հարմարեցրած են, կարծես իրենց հավատանքը ասենք կամ իրենց սկզբունքը, ինչ որ բաներ կանչելու հոգևոր աշխարհից, էներգիա ստանալու, իրենց եսը կերակրելու կամ ավելի իրենց գերազանցելու, միթե հենց դա է, հենց մեխը կամ կամ թաքնված դրա ճակերտավոր ճշմարտությունը։ Մարդու մարմինը եւ հոգին մենք, այո, դրանք ամեն մարդ ունի իր մեջ հոգի, որպիսի ոնց ասեմ, մարդը գնա անցում անի դեպի հոգեվոր դաշտ, անցում անի դեպի հոգեվոր աշխարհ, ինքը պետք է սկսի իր մարմնից, եւ դա բնական է, այսինքն մարմինը համաձայնեցնի կամ մարմինը բերի ինչ որ մի կարգավիճակի եւ դրանից հետո արդեն անցումը կատարում է դեպի հոգեվոր աշխարհ, դա նաև քրիստոնեական մեր հավատամքի մեջ այդպես մենք աղոթքից առաջ օրինակ մարդը պետք է կենտրոնանա, մարդը փակի իր աչքերը, այսինքն դա այո հոգևոր է, բայց այն սկսում է ֆիզիկական գործունեությունով։ Դու քո մարմինն ես տրամադրում, կենտրոնանում ես, սկսում ես մտածել, խորհել կամ ծնկի գալ եւ այլն եւ կամած մտնել աղոթքի մեջ։ Այսինքն մարդը քնած ժամանակ չի ուղղակի այսպես կարող աղոթել։ Ինքը պետք է իր բանականությունը աշխատեսնի, իր կամքը, իր որոշումը, դա հոժարակամ է Աստված այդպես տվել։ Այսինքն յոգան ինչ որ իմաստով ուզում է ինքը փոխարինել հոգևոր դաշտը։ Այն ինչ որ Աստված մեզ տվել է գործիքներ աղոթքի միջոցով հաղորդակից լինել Աստծո հետ, յոգան մեզ տանում է մի ուրիշ տեղ հաղորդ լինել հոգևոր աշխարհի հետ եւ իր բոլոր վտանգավոր էլեմենտների հետ, որ ոգիներ կարան անգամ կան։ Արդյոք կարելի է դա ենթադրել, թե չկա նման սկզբունք կամ վտանգ։ Վստահ կարող ենք ասել, որ կա նման բան եւ այն իհարկե ինչքան էլ յոգան լավ ձևով այսօր գովազդվի, տարածվի եւ այլն, ինչի որտեղ մարդ ունի բնական է, մարդ ունի հոգևոր պահանջմունք, այսինքն հոգևոր կարիքներ, մարդու հոգին կարիք ունի խաղաղության, հանգստության եւ յոգան այդ հերթական ճանապարհներից մեկն է, կարծես գրավիչ, հա, այլընտրանքային ճանապարհներից մեկն է, որը ես վստահ կարող եմ ասել, սատանան, չարը, դա որպես հերթական մի գործիք կարա մարդկանց օգտագործի գրավելու նախ եւ առաջ, եւ հետո մարդկանց այդ ճանապարհով շեղի վերջնական արդյունքում շեղի ու հաստատ կարող ենք ասել, որտեվ բազմից տեսել ենք, երբ որ մարդիկ այդ ճանապարհներով եւ հաղորդ են լինում դիվային աշխարհի հետ, հետո կան մարդիկ, որ արդեն ունեն մեն ծանր հետևանքներ, լուրջ ապրումներ, լուրջ վախեր եւ այլն, այսինքն չեն կարող դրանք
չանդրադառնալ, չխոսալ դրա մասին։ Այսինքն մենք ֆիլմերից կամ տեսանյութերից տեսել ենք այդ յոգան կամ քունֆու կոչված այդ վերջապես այդ մարզի տեսակը կամ վերջապես այդ սպորտի տեսակը, որ մարդ անգամ իր մեդիտացիաներով գետնից կտրվում է, իր մարմինը տանում է կատարելության կամ ինքնաաստվածության, որ կենտրոնը ինքն է, տիեզերքի կամ վերջապես արարչագործության, եւ յոգան դուրս է թողում արարչին։ Ոնց որ ամենամեծ վտանգը ես սա եմ տեսնում յոգայի, որ ինքը շրջանցում է Աստծուն եւ գնում է դեպի ինքնակատարելության, ինքնակատարելագործման, որ դու կարող ես ամեն բան։ Եթե դրանով հաճախ զբաղվես, մեր երկրում Հայաստանում կարծում եմ դա արդեն տարածվում է, կամ անգամ համացանցում տնային պայմաններում մարդ կարող է զբաղվել յոգայով, չիմանալով դրա հոգեվոր վտանգները։ Ու հետո նաև հոգու մեջ կարող է այդ պահին հաճելի լինել, բայց հետո հետևանք լինի ու հնարավոր է մարդը անգամ չիմանա ինչու է այդ փորձանքներ իր հետ պատահում, ինչու է այդ անեծքի դուռը բացվում իր կյանքում ու արանքում կամ մեջտեղում ընկած է յոգայի այդ մարմնամարզության կոչված այդ զբաղմունքը։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց, եթե դու սպորտով ես ուզում զբաղվես, զբաղվի, շատ ավելի տարբեր սպորտեր կան, կարող ես զբաղվել սպորտով, որտեվ վստահ գիտենք, որ յոգան ինքը իրանով հետևանք ունի, այսինքն շարունակություն ունի, դրա միտումը որն է։ Այո, այն ներկայացումը որպես սպորտաձև, հիմնականում ավելի շատ, երբ որ խոսում են մարդիկ պատմում են, հիմնականում ներկայացում են իր սպորտային մասը, թե ինչքան լավ է, ինչքան օգտակար է։ Այո, սպորտը լավ բան է, այո, սպորտը օգտակար է, բայց ես միշտ խորհուրդ եմ տալիս ընտրել ոչ թե յոգայի ճանապարհով սպորտաձևը, այլ ավելի ապահով ճանապարհ, որը միայն վերաբերում է մարմնին, միայն վերաբերում է ֆիզիկական առողջությանը, որը շատ կարևոր է։ Շատ լավ տեղ տարար Արթուր զրույցը, այսինքն Աստվածաշնչում չի արգելում մարմնամարզությամբ, մարմնի խնամքով, մարմնին հոգ տանելու մասին, եթե չեմ սխալվում Տիմոթեոսին ուղված նամակում Պողոս առաքյալն ասում է, որ մարմնի վարժությունը քիչ բանի օգտակար, այսինքն դա չի ենթադրում, որ օգտակար չէ։ Ինքը համեմատական զուգահեռ է անցկացնում հոգևոր ընթացքը ու մարմնի ընթացքը, եւ ասում է, որ Աստված պաշտությունը ամեն բանի օգտակար, մարմնամարզությունը քիչ բանի, միանշանակ քիչ բան, դա միայն ինձ համար է օգտակար։ Այսինքն եթե ես առողջ եմ, նաև ինձ համար օգտակար, իմ երեխեքի համար էլ է դա օգտակար։ Այսինքն Աստված չի արգելում, չէ՞, չեմ սխալվում։ Բացարձակ Աստվածաշունչը խոսում է, մենք տեսնում ենք Աստված ինքը հանգստացավ, այսինքն մարմնի կամ անձի հետ կապված ինքը տեսնում ենք։ Ինքը մեզ օրինակ տվեց։ Մարմին չուներ, բայց անձը էություն էր, նա հանգստացավ։ Մեզ համար օրինակ տալու։ Եվ Աստվածաշունչը օրինակ նաև տեղ կասում է նա ով որ չի աշխատում թող չուտի, սա ավելի շատ առողջական տեսանկյունից է ասում, որտեղ մարդը եթե չի շարժվում, չի աշխատում, դա իր օրգանիզմի մարմնի համար վտանգ է, վնասակար է, եւ ասում է ով որ չի աշխատում կամ չի շարժվում, իհարկե սրան շատ ժամանակ ավելի հոգեվոր մեկնաբանություններ են տալիս մարդիկ, բայց ինքը պարզ տեսանկյունից նայում ես, եթե մեկը չի շարժվում, չուտի, որտեվ եթե մարդը նստեց եւ կերավ, դա իր մարմնի համար խնդիր է։ Մարդը ֆիզիկապես աշխատունակ լինի, որ աշխատի։ Մարդը պետք է իր մարմնի մասն է հոգ տանի։ Այսինքն Աստված ոչ մի կերպ չի արգելում։ Եվ այստեղ մենք խնդիրը ոչ թե դիտարկում ենք, որ խնդիր է մարմնամարզությամբ զբաղվելը, մեր սիրելի վերջապես, չգիտեմ, այսպես հետևորդները կամ դիտողները, այլ խնդիրը յոգան է։ Ու այդ մարմնամարզության քողարկված կամ քողի ներքո կա ուրիշ մի բան, որը հոգևոր աշխարհն է բացում։ Օրինակ այս օրերում ես տեսնում եմ, որ մարդիկ յոգայով զբաղվելով իրենց հոգևոր կարիքն են բավարարում։ Այլևս եկեղեցու կարիք չունեն, Աստծո կարիք չունեն կամ եթե ունեն, լավ, ես լսել եմ մի նախկին սատանապաշտիկ, ուզեմ իր վկայությունը բավականին լուրջ աղբյուրներից եւ YouTube-ում շրջանառվում է իր տեսանյութը։ Ինքը շատ հետաքրքիր մի բան է ասում է մեզ համար ամենամեծ գործիքներից մեկը սատանապաշտներից դա յոգայով զբաղվող մարդկանց, որ բաց դուռ էին, որpիսի մենք ինչ որ ուզենք իրենց կյանքում անենք, այսինքն անեցք, չարիք, կառավարել, որտեվ իրենք այդ մեդիտացիաներով դուռ են բացում ու սատանապաշտը նախքին, որ այսօր մեր եղբայրն է, ասում է թե անգամ քրիստոնեական ամենահայտնի երգը դնես ու երգի ներքո էլ զբաղվես յոգայով, մարմնի դիրք զբաղեցնես, եւ նույն երգը քեզ չի փրկի։ Այսինքն հոգեոր աշխարհ էլի դուռ կբացվի։ Արդյոք սա այդպես է հնարավոր է, ոնց ես դու դիտարկում։ Սատանայի համար որպեսի նա գործի հիմք է պետք, պատճառ է պետք։ Հիսուսը մի շատ հետաքրքիր կարևոր խոսք ասեց, ասում է չարը եկավ եւ ինձանում բան չգտավ, այսինքն չարը
ինչպես մարդկանց, նաև Հիսուսին ուզում էր փորձել, բայց պատճառ չգտավ։ Ինչա նշանակում պատճառ չգտավ, այսինքն ճարը նույնպես պատճառ է ման գալիս, հիմք է ման գալիս կամ պլատֆորմ, որ սողոսկի մարդու կյանքի մեջ գա եւ այդ հիմք տվողը, պատճառ տվողը մարդն է։ Դա ոչ միայն կարա լինի մեղքը, դա նաև կարա լինի Աստծուց բացի այլ ճանապարհ, որը մարդը փնտրում է հոգու համար, խաղաղության համար եւ այլն, եւ սատանան դա մի հատ հեշտ եւ լավ ճանապարհ է, որով սողոսկում է մարդու կյանքի մեջ։ Եվ սա փաստ է, սա իրականություն է, որ յոգան նորից վստահ ես կարող եմ ասել, չարի կողմից որոշված եւ մտածված մի հատ ճանապարհ է, որը առաջարկում է մարդկանց, կարծես դուռ, Հիսուս ասում է ես եմ դուռը, եւ մենք տեսնում ենք, եւ որ Հիսուսն ասում է ես եմ դուռը, այսինքն չարնել ունի իր դռները, որը մարդկանց առաջարկում է։ Եվ յոգան այդ դռներից մեկն է, որոնք մարդիկ փորձում են կամ ձգտում են եւ այդ պատճառով ընկնում են լուրջ որոգայթների մեջ վերջնական արդյունքում։ Եվ ընդհանրապես մի փոքր արմատը նայենք, հա, ինչու է կարիքը յոգայի։ Այսինքն մարդ ունի հոգևոր խաղաղության կարիք, մարդ ունի մտային, այսպես ցրվելու, ազատվելու, վերջապես ավելի իրեն լավը զգալու կարիքը, բնականաբար դա բոլոր մարդկության կարիքն է, եւ փոխարենը, որ Աստծո մեջ գտնի մարդ իր հանգիստը, որտեվ Աստվածաշունչը մեզ հիշեցնում է, որ եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ Հիսուսն ասում է, որ ես ձեզ հանգիստ կտամ։ Փախորեն փաստորեն մենք տեսնում ենք, որ սատանան պատճենահանող է եւ ինքը փոխարինում է քրիստոնեական Աստծո դրած հիմքերը եւ ինքը ասում է, որ եկեք ինձ մոտ յոգայի միջոցով եւ ես նույնպես ձեզ հանգստություն կտամ։ Բայց մենք գիտենք, որ սատանան խաբեբա է, ինքը երբեք մարդու շահերից չի խոսում։ Եթե կարծիալ վերջապես քաղցր մի բան էլ տալիս, դրա հետևում թակարդ է։ Այսինքն յոգայով զբաղվելը վտանգավոր է, այդպես ենք հասկանում։ Եվ ինքը միանշանակ ունենա հետևանքներ։ Արդյոք այդպես է։ Միանշանակ դա այդպես է։ Բոլոր մարդիկ, այսինքն, չգիտեմ, աշխարհում 200 եւ ավելի ազգեր, պետություններ կան, հազարավոր ազգեր եւ լեզուներ կան, տենց ազգ ու պետություն չկա, որ իր մեջ չունենա կրոն, այսինքն կրոն եւ պաշտամունք բոլոր, նույնիսկ ազգեր կան, որ չունեն պետություն, բայց իրենք իրանց սեփական կրոնը կամ իրանց պաշտամունք ունեն, այսինքն մարդը էակը կարիք ունի պաշտամունքի, հաղորդակցության, հոգու խաղաղություն գտնելու եւ այլն։ Եվ բնականաբար սատանան ունի այս ճանապարհները մարդուն առաջարկելու, որպեսզի մարդը այդ կարիքի տեսնելով մարդու կարիք, ինքը այդ ճանապարհները մարդուն առաջարկում։ Այսինքն սատանայի միտումը ո՞րն է, եկեք ենթադրենք, լավ, որպեսզի մարդուն այս ճանապարհով եւս մեկ ճանապարհ է հորինե, որ թույլ չտա, որ մարդը կամ խափի մարդուն, որ մարդը Աստծո կարիք չունենա։ Այն որ մենք խաղաղություն ենք ստանում, օրինակ ես որպես Աստծո զավակ 24 տարի Հիսուսին աղոթելով, ես խաղաղություն եմ գտնում անխաղաղ ժամանակ, երբ որ աղոթում եմ։ Ես խաղաղություն եմ գտնում անխաղաղ ժամանակ, երբ որ եկեղեցի եմ հաճախում։ Միշտ չէ որ անխաղաղ եմ, որ հաճախում եմ, բայց եկեղեցին ապահովում է իմ խաղաղ լինելը, աղոթքը ապահովում է, Սուրբ Գիրքը ընթերցելը։ Մի խոսքով այս ամենին փոխարինում է շատ մարդկանց կյանքում վստահաբար յոգան։ Ու յոգան, եթե փոխարինում է, ուրեմն ես կենտրոնացած եմ ոչ թե Աստծո վրա, այլ ինձ վրա եւ այդ մեդիտացիաների վրա եւ մեծագույն ճարիքը սրա, որ մարդուն թույլ չի տալի Աստծո առաջ սիրտը բացելու։ Իսկ եթե մարդը օրինակ յոգայով զբաղվում է, բայց շատ ակտիվ եկեղեցի է գնում, օրինակ ինչ խնդիր կա այդտեղ։ Խնդիրը հետագայում եւ ընթացքում ինքը կտեսնի։ Այստեղ ամբողջ հարցը արմատական, այսինքն ո՞րն է միտումը։ Միթե Աստված չի կարողանում տա ինձ այն խաղաղությունը, որ ես ուզում եմ։ Ես ավելի սենց ասեմ, ինչ են մարդիկ շատ ժամանակ խուսափում Աստծո ճանապարհով գտնելու խաղաղությունը, հանգստությունը, որտեվ Աստծո առաջարկած ճանապարհը մենք գիտենք դա սրբության ճանապարհն է, դա թողելու մեղքի աշխարհը, թողելու վատ սովորություններ, այսինքն Աստծո առաջարկած ճանապարհը թեպետ հստակ, այսպես ասենք, ճակերտավոր աշխատող ճանապարհը, բայց շատ մարդկանց այդ կերպով Աստծո մոտիկանալը ավելի ձեռնտու չի, որտեղ Աստվածաշունչը ասում է, որ մարդու սիրտը չար, այսինքն մարդը դրա համար ընտրում է այնպիսի ճանապարհներ, որ ինքը մնա ոնց որ ինքը կա, իր մտքին, իր մեղքի կյանքին, իր սովորություններին, եւ այս այլընտրանքային ճանապարհով փորձի իր խաղաղությունը կամ փորձի իր հանգստությունը ինքը իր հարցերը լուծի։ Առանց արար չի։ Ոնց որ յոգայի մեծ ճարիքներից մեկը Աստծո բացակայությունը։ Ես ունեմ
վերջապես դիեզերքի իմ մեջ, ես ունեմ ու դրա վրա կենտրոնանում եմ, միտք, ընթացք ու ես ինչ որ գործողություններ անելով բավարարում եմ իմ ամեն կարիքը, խաղաղություն, հանգստություն, ինքնակատարելություն, ավելի գերազանցել, բայց հասկանում ենք, որ այդ ամենը Աստված է տալիս եւ այս ինչ որ իմաստով փոխարինում է Աստծուն։ Դա լուրջ խնդիր է։ Կներես Արթուր մի բան հիշեցի, այսինքն Աստված նաև սկզբունքային լինելով խանդոտ է, նախանձոտ է։ Ինքը չի հանդուրժում երկրորդ մեկը իրեն հավասար մեր կյանքում, ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ Եղիայի դեպքում, Եղիայի օրերում մի թագավոր կար Իսրայելում, որ դիմեց կողքի ազգի չաստծուն, ճանճիկ չաստծուն, ասես գնացեք հարցրեք, կբուժվեմ թե չէ։ Եվ Աստծո նախանձավորությունը այնքան մեծ էր, որ իր ծառային ուղարկեց եւ ասեց, որ ձեր թագավորին ասեք, քանի որ դու անարգեցիր ինձ, որովհետեւ ես Իսրայելի Աստվածն եմ, դե հետ գնացեք ասեք, որ անկողնուց ոտդ գետին չես դնի, կմեռնես, որովհետեւ ինձ թողելով ճանճիկ չաստծուն դիմեցիր։ Եվ այդ թագավորը մեռավ։ Այդ թագավորը մեռավ ու Եղիային կանչեց ու Եղիան հաստատեց, որ չես բուժվելու։ Այսինքն Աստված նաև կարող է հետ քաշվել մեզանից, եթե մենք այլ ընտրանք ենք գտել խաղաղվելու, ու դա լուրջ վտանգավոր է, դեպրեսիաներ կարա լինի։ Շատ լավ օրինակ է։ Այստեղ նաև կարևոր է այս մասը նշեմ, որ սատանայի համար դες կարևոր չի, որ մարդը պաշտին, դες դու նշեցիր, որ Աստծո համար կարևոր է, որ Աստված նախանձոտ է եւ ուզում է որ լինի առաջինը, մեծը լինի մեր առաջինը կյանքում, կարևոր է։ այո։ Սատանայի տարբերակում չեմ ուզում զուգահեռներ տանեմ, բայց սատանայի տարբերակում այսպես չի։ Ինքը կարա չլինի, Ինքը չերևա։ կարա այնտեղ բացարձակ չլինի, իր համար էսա կարևոր։ Մարդը չպաշտի Աստծուն, մարդը չկենտրոնա Աստծո վրա, մնացած ինչին էլ պաշտի, ինչին էլ երկրպագի, դա միևնույնն է գնում է դեպի իրան։ Ճիշտ է։ Այսինքն վերջին իմաստով էլի մեկը իրան է ուղղված այդ բոլոր թերերը։ Այդ այն ինչ որ մեկը բաժակին է պաշտում, մեկը պատին է պաշտում, մեկը նկարին, բայց մեկը այդ բոլորի արմատ տանում է Իր սատանային։ կենտրոնացումը մարդը կտրվի Աստծուն։ Այսինքն երկու ուժ գոյություն ունի՝ չար եւ բարի։ Երրորդը չկա, այլ ընտրանք չկա։ Չարը կարա բազմատեսակ լինի, որտեղ ինքը ստախոս է, քանի որ մեր Աստված ճշմարտության հայրն է, ինքը միշտ խոսում է, որ ինքն է ու ինքն է, եւ փրկիչը եւ դուռը։ Շատ կարևոր է սա։ Սիրելիներ, մենք կշարունակենք մեր զրույցը մեր Հասմիկի հետ եւ մի փոքր ինֆորմացիա կլսենք յոգայի մասին։ Բարև Հասմիկ։ Բարև Կարեն։ Շատ ուրախ եմ, որ յոգայի թեման հենց քեզ հետ ենք շարունակում։ Կուզենք իմանանք, պարտադիր է լինել դրա մասնագետը, որ դրա մասին որակավորումներ տա, ձևակերպներ, որտեղ մեր հանդիսատեսը կամ դիտողները կհետաքրվեն մենք։ Դրա մասնագետն ենք, թե առնչվել ենք այդ խնդրին։ Շնորհակալ եմ Կարեն ջան, որ այսպեսի հարթակ ենք կազմակերպել, որտեղ կարող ենք բարձրաձայնել մեր հասարակության մեջ առկա, մեր երիտասարդներին եւ որպես քրիստոնյա ազգ խնդիր հանդիսացող թեմաների շուրջ, որոնցից մեկը իհարկե յոգան է։ Այո։ Գիտեք, պարտադիր չի մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, կարելի է որպես քրիստոնյա էլ դիտարկել, բայց ուզում եմ նշել, որ այո, մենք տեղեկացված ենք, շատ լավ տիրապետում ենք եւ գիտեք ակունքները, որտեղից է գալիս յոգան եւ ինչու է այն վտանգ ներկայացնում։ Այսինքն հենց Հասմիկ այդ արմատները այդ որտեղից է եկել, ինչն է դրա վտանգը, մենք բավական խոսեցինք Արթուրի հետ եւ շատ կարեւոր զրույց ծավալվեց, բայց արմատներին չկպանք։ Ով է դա հորինը, ինչ է դա, փիլիսոփայություն է, մարդու խելքի մտքի հորինվածք։ Դա հինդուիստական, բուդդիստական, կրոնափիլիսոփայական հոգևոր պրակտիկա է։ Մենք Հայաստանում հաճախ դա անվանում ենք ընդհանրապես մարմնամարզություն, բայց Հայաստանից դուրս այն հայտնի է որպես հոգևոր պրակտիկա։ Այսինքն այն գործողությունները, շարժումները, մտքերը, որոնք արտահայտում են, իրենց մեջ դուռ են բացում հոգևոր աշխարհի համար։ Հենց սա է խնդիրը։ Այսինքն դրանք ուղղակի ձեռքի ոտքի շարժում չեն։ Այո։ Դրանք նշանակություն ունեն, դրանք խորհրդանիշեր են, ինչ որ բան անելու։ Միգուցե լավ, ես չիմանալով եմ դա արել, արդյոք դա ինձ ազատում է, ինչ ասեմ, դրա հետևանքներից։ Լավ, չիմանալով եմ արել, չգիտեմ, տեղեկացված չեմ եղել։ Դե հիմա հենց այս հարթակն է, որ մենք տեղեկացնում ենք։ Գիտեք, մենք չենք պարտադրում որևէ մեկին հետևել մեր խորհրդին, անել ինչպես մենք ենք ասում, այլ ընդհանրապես տեղեկացնում ենք, որպեսզի մարդը տեղյակ լինելով ինքնակամ իր որոշումների ու քայլերի համար պատասխանատվություն կրելով անի բաներ,
ոչ թե անտեղյակության բանի, այլ գիտակցված, որոշի անում է, թե չի Ի անում։ նկատի ունեմ Հասմիկ ջան, ես ճանապարհային կանոններին չեմ տիրապետում եւ հանդիպակաց գնում եմ մեքենային։ Դե որ չիմանալով է բնականաբար վթար չի լինի չեմ մեռնի։ Այսինքն ես մանկական միտք ասեցի, իմ չիմացությունը պատժից կամ հետևանքից չի ազատում ինձ։ Այո, չի ազատ։ Եվ շատ մարդիկ ընկել են դեպրեսիաների մեջ եւ շատ խոր ապրումների մեջ, դիմել են հոգեվորականներին, քահանաներին, հովիվներին, բայց շատ ուշ է եղել։ Եվ անիմաստ մարդ ուղակի ապրել է իր դեպրեսիան կամ ամուսնալուծություններ, խնդիրներ, անքնություններ, այսինքն սա ունենում է հետևանք, թեկուզ չիմացած մարդկանց համար։ Այո, ուզում եմ մի քանի պրակտիկ օրինակներ բերելով բացատրեմ ինչ է յոգան։ Հենց յոգա բառը Կարեն նշանակում է միացում։ Ո Այսինքն դա մարմնական մարզանք ինչ որ չի բացատրում, այլ միացում է նշանակում։ Եվ ինչի հետ է միացնում։ Միացնում է հոգևոր էներգիայի հետ, դատարկում է միտքը եւ արդյունքում բացում է 5-րդ գիտակցությունը մարդու, որը բացատրվում է այսպես. դու ինքդ ես դառնում այդ բարձրագույն էներգիան, աստվածությունը, որ կարող ես քո մեջ բերել խաղաղությունը, ազատությունը, հոգու մաքրությունը, այն ինչը որ քեզ պետք է։ Եվ ինչ մեթոդներով են դա անում։ Դա անում են մեդիտացիայի միջոցով, այսինքն շնչառական վարժություններ, ինչ որ մի կետի վրա կենտրոնանալ, միտքը դատարկել որևէ մտքից եւ ընդհակառակը մտածել արդեն տրված կոնկրետ նախադասությունների կամ հնչյունների, որոնք մանտրաներ են կոչվում, այդ մանտրաների միջոցով, որոնք հնչյուններ են, տառակապակցություններ, օրինակ յոգայի մեջ ընդունված է, երբ որ այդ պոզան ընդունում են եւ ասում են այդ օմը իրենց աստվածությունն է եւ երբ որ այդ հնչյունն են արտաբերում իրենք այդ ընթացքում իրենց աստվածությանը երկրպագություն են բերում եւ ոչ միայն այս տառակապակցությունը այլ հնչյուններ էլ կան որոնք այլ աստվածությունների անգամ կենթանիների որպես աստվածներ հնչյուններ են եւ հենց սա է պրակտիկայում օգտագործվում Այսինքն ուզում եք ասեք դա Հայաստանում նույնպես այդպես անում են։ Այո, անում են անգիտակցաբար, չհասկանալով։ Նաև չակրաներ գոյություն ունեն, որոնք որ ֆիզիկական մարմնի կենտրոններ են, 7 չակրաներ են, որոնց վրա այդ ձգումները ոտքի թաթից մինչև գլուխը ես չեմ ուզում հիմա իհարկե դրանց անվանումները տալ, որտեղ չենք պրոպագանդում յոգա։ Եվ այդ չակրաների վրա հենց հիմնված մանտրաներով եւ մեդիտացիայով բերում են այդ հոգեվոր բաց դաշտը, որտեղ Աստծուն չեն հանդիպում, որը դռներ է բացում եւ տալիս է մարդուն կեղծ հույս։ Սա է վտանգը, որ մարդը Աստծուց դուրս կեղծ հույս, կեղծ խաղաղության հույս է ձեռք բերում եւ հետո ընկնում է դժվարությունների մեջ։ Այսինքն սա ցուղակ է, ոնց հասկանում ենք եւ մեր սիրելիներին, մեր հայրենակիցներին խորհուրդ ենք տալիս, որ չզբաղվել յոգայով, մեր վստահ ոնց ասեմ, եզրակացությունը կամ ձևակերպումը, որ յոգայով զբաղվելը վտանգավոր է։ Սկիզբը կարող է երևա շատ լավ, շատ գեղեցիկ, անվտանգ, որովհետեւ մի վտանգ չենք տեսնում, բայց ինքը ունի իր մեջ վտանգավոր էլեմենտներ, որը հետո կերևնա։ Եվ խնդրում եմ մի փոքր մեզ հետ կիսվես, Հասմիկ, որ արտ երկրում կամ տարբեր մշակույթների մեջ, այսինքն խմբեր կա իրենց համար այդպես խումբ, պաշտամունք, կերպ, իրանք գիտեն ինչ են անում արդեն, հասկացված են անում։ Այո, դա գիտակցաբար են անում եւ գնալով ավելի ներմուծվում է նաեւ արդեն հյուրանոցային պրակտիկայում, այսինքն ավելի բարձր աստղեն հավաքում այն հյուրանոցներ, ովքեր իրենց ծառայությունների մեջ ունեն անգամ արդեն յոգայի պրակտիկան եւ այլն։ Բայց ուզում եմ Կարեն նաեւ խոսենք Մարդը գնում է յոգայի ինչի պատճառով, որովհետև խաղաղություն է ձգտում, որովհետև բժշկություն է ուզում իր մարմնի համար։ Կարծում եմ մենք որպես քրիստոնյաներ պետք է հենց այդ հույսը խոսենք, այդ աղբյուրը ցույց տանք մարդկանց, որ ինչպես գտնեն այն, ինչ փնտրում են, խաղաղությունը, ուրախությունը։ Այո։ Մենք խոսեցինք Աստվածաշնչի ճշմարտության մասին, որ Հիսուսն ասաց, որ ինձ մոտ եկեք, ես հանգստություն կտամ։ Արդյոք սա ենթադրում է, որ ամեն մարդ իր տանն էլ դիմի Հիսուսին, Հիսուս կգա, Հիսուս կտա խաղաղություն։ Այո, Հիսուսը հենց խաղաղության իշխանն է, ինքն է Տերը, եւ միայն Քրիստոսով է։ Նաեւ Հեսուի գրքում շատ կարեւոր խոսք է ասում է գիշեր ու ցերեկ այս խոսքի մասին մտածիր։ Աստծո խոսք է նկատի ունի։ Այսինքն մեդիտացիան հենց վերցված է այդտեղից, որ փոխարինում է
մտածել միայն մեկ նախադասության մասին, բայց Աստված ելքը ու լուծումը տալիս է, ասում է գիշեր ու ցերեկ դու մտածիր իմ խոսքերի մասին, որոնք կբերեն քեզ խաղաղություն, ուշադրություն։ Մենք գիտենք արեն, որ մարդը ունի գիտակցություն եւ ունի ենթագիտակցություն։ Գիտակցությունը մեր գիտակցված կյանքում մեր մտքերն են, ապրումները, հիշողությունները, ենթագիտակցությունը այն հատվածն է, որտեղ որ կուտակվում են անգամ այն տեսարանները, մտքերը, որոնց վրա մենք ուշադրություն չենք էլ դարձնում, բայց դրանք ազդում են մեր հետագա առօրյա գործունեությունների, տրամադրության, կյանքի փոփոխությունների վրա։ Եվ երբ որ Աստծո խոսք ենք ներբեռնում մեր ենթագիտակցության մեջ, կարծես մենք մաքրում ենք արդեն ներբեռնված բացասական մտքերը, անցյալից, ներկայից հիշողությունները, ինչ որ չար բաների ազդեցությունները, մենք բարի, ճիշտ, առողջ, բժշկարար խոսքով ենք լցնում մեր ենթագիտակցությունը, եթե անգամ երբեմն չենք էլ հասկանում, ինչ կարդացինք, եթե անգամ կարդում ենք ու զգում ենք մեր միտքը ինչ որ միտեղ սավառնեց, միևնույն է, Աստծո խոսքը դա բժշկարար, գերհզոր զորություն ունի, որ իր գործը շարունակում է կատարել եւ մաքրում է մեր սխալ ներբեռնածները արդեն ճիշտ, առողջ, խաղաղ ներբեռնածով եւ դրա արդյունքը երևում է արդեն ժամանակի ընթացքում։ Ինչ լավ օրինակ էր Հասմիկ, այսինքն եթե ես այսօր հիվանդ եմ, բնականաբար դեղ եմ խմում թեկուզ բժշկի խորհրդով եւ ոչ միայն ընկերներիս խորհրդով։ Ես իր մանրեներին ինֆորմացիան չեմ տիրապետում եւ բնականաբար միգուցե այդ բան հաճելի էլ չի դառնա, բայց ես հույսով եմ խմում ու գիտեմ, որ ինքը ներսից գործ է անում։ Նույն Աստվածաշունչը միգուցե այդ բանն ընթերցելուց քունս տարավ, հավես չունեցա կամ այնքան էլ հաճելի չէր, բայց ինքը ենթադրել կարելի է, որ գործ կանի։ Եթե ես ընթերցում եմ եւ ձեր ասածը հենց սա էր, որ գործ անում է ինքը, բժշկում է։ Եվ հիշեցի Ֆիլիպեցիների 4-րդ գլուխը, մեր մեդիան կարծում եմ կտեղադրի այդ համարը, որ ասում է այն ինչ որ գեղեցիկ է, այն ինչ որ սիրուն է, այն ինչ որ սուրբ է, դա մտածեք։ Այսինքն Տերը մեզ մեթոդ է տալի, դեղ է տալի, որ մեր միտքը մաքրենք հենց իր խոսքով, սրբության մասին մտածելով, որը ուղիղ կապ ունի Աստծո հետ, որտեղ Աստված ասում է սուրբ եղեք ոչ թե ոնց կուզեք, կամ ում կուզեք օրինակ վերցրեք, յոգան մյուս, այլ ինչպես ես եմ սուրբ։ Այսինքն մեր հավատքի կենտրոնը հենց ինքը Աստված է։ Մեր օրինակ Աստված է, իսկ յոգայի կենտրոնը մարդն է, որը Աստված ինքը ստեղծել է մարդուն, բայց Սատանան ասում է Աստված քեզ պետք չի, դու լրիվ քեզ հերիք ես։ Սա սուտ է, սա խաբկանք է։ Ոթող մեր հայրենակիցները զգուշանան այս ամենից, որտեղ սա իր մեջ նաև ունի դիվային ազդեցություն։ Ես խոսել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ցավալիորեն արդեն տուժված մարդկանց հետ, որոնք ունեցել են լուրջ ապրումներ եւ անգամ ինչ որ տեսարաններ ու ձայներ, որը հենց եկել է յոգայի հետևանքով։ Ինչ խորհուրդ կտակ որպես վերջի խոսք մեր սիրելիներին։ Ես շատ կուզենամ, որ նրանք, ովքեր արդեն ազդեցություններ կրում են բացասական իրենց մտքի մեջ, իրենց քնի ժամանակ կամ իրենց ֆիզիկական մարմնի մեջ, անգամ բացահայտ արթուն ժամանակ տեսարաններ են տեսնում բացասական, չփակվեն, չմնան այդ դիրքի մեջ։ Այդ վիճակը լուծում ունի, ելք ունի։ Գտեք ձեր շուրջը գտնվող հոգևոր հասուն մեկին, որևէ մեկին, ով հայտնի է ձեզ որպես հոգևոր մարդ, հովիվ կլինի, քահանա կլինի, որևէ մեկը, ով կկարողանա քրիստոնեական գրքի եւ Քրիստոսի արժեքներով կարողանա ձեզ ազատել։ Մարդը չի կարող ձեզ այս հարցում օգնել։ Բժշկությունը ցավոք չի կարող ձեզ այս հարցում օգնել։ Միգուցե որոշակի առաջընթաց ունենակ, բայց վերջնական ազատագրությունը միայն մեր հոգու բժիշկը Տեր Հիսուս Քրիստոսը կարող է անել։ Ամեն, ամեն։ Հաստատում եմ այն խոսքը, որը Հասմիկ դուք ասեցիք, որ Հովանու ավետարան հենց 8-րդ գլուխ 36 համարն ասում է. եթե որդին ձեզ ազատի, դուք հավիտյան ազատ կլինեք։ Փառք Աստծուն, սիրելիներ, որ այս հաղորդաշարը տեղի ունեցավ podcast-ի շրջանակներում, այսօր խոսեցինք յոգայի մասին, դրա վտանգների մասին, մի փոքր ծագումնաբանության մասին, շատ մակերեսային, բայց խնդրում ենք, հորդորում ենք, որ հետևեք Աստծո խոսքին։ Կարդացեք Սուրբ Գիրքը եւ իմացեք ճշմարտությունը Աստծո մասին եւ հակառակորդի մասին։ Մնաք բարով։